Այսօր ժամը 10-ից մինչև 13:00 փակ կլինի Թումանյանից Աբովյան եւ Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքում մեկնարկած սառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված մարտի 20-ին ժամը 10-ից մինչև 13:00 փակ կլինի Թումանյանից Աբովյան եւ Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը, ասված է հայտարարության մեջ։ Մեծ հանրահավաք հանուն Արցախի միավորման նախաձեռնությամբ ստեղծված եւ Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։ Մարտի 29-ին ժամը 15:00-ին կբարձրաձայնվեն հետեւյալ խնդիրները. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական եւ բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ, Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ եւ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։ Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջ։ Լաս Վեգասի դատարանը մերժել է ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Նա կմնա անազատության մեջ։ Այս մասին Ազատությանը հայտնեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ընդգծելով, թե միանշանակ բողոքարկելու են որոշումը։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության հաղորդագրությունը, թե մարտի 19-ին ժամը 19:00-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զուսպ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանակոտ ու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այն չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջանը համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, հիմնավորող փաստերը դրանք Հայաստանի Հանրապետությանն փոխանցելու պարագայում։ Այս պայդրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի Հանրապետության զուսպ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդին հայտարարեց, թե պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարը չխախտել, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Ռուս զինվորականներն ավարտել են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ Մեր զորքերը վերջերս մի շարք սրընթաց բավականին հանդուգն արդյունավետ գործողություններ են իրականացրել եւ ավարտին են հասցնում Կուրսկի շրջանում հակառակորդի զորքերի խմբավորման ջախջախման գործընթացը, ասել է նա։ Արցախ միության նախագահ ԱՀ նախկին պետնախարար եւ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 16-ից 18-ը հայ է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի հրավերով ջատագովության մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում քաղաքական ու կրոնական ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի կազմակերպման Բեգլարյանը հանդիպում է ունեցել բրիտանացի մի խումբ կրոնական առաջնորդների հետ։ Մի շարք հանդիպումներ են կայացել նաեւ Լորդերի պալատում ներառյալ Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, բարոնուհի Քերոլայն Կոքսի եւ բրիտանացի այլ խորհրդարանականների հետ։ Լորդերի պալատում հանդիպումների կայացմանն աջակցություն է ցուցաբերել նաեւ Մեծ Բրիտանիայի հայ դատի գրասենյակը։ Արտակ Բեգլարյանը հանդիպումների ժամանակ ներկայացրել է հայ պատանդների վիճակն ու ազատ արձակման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ բավարար միջազգային ճնշում է անհրաժեշտ ապահովելու համար ադրբեջանական շինծու դատավարության ու խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակումը։ Նա համապարփակ կերպով ներկայացրել է նաև Արցախի ժողովրդի ցեղասպանության ու բռնի տեղահանման հանգամանքները, հոգևոր մշակութային ժառանգության վերացման ադրբեջանական քաղաքականությունը եւ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը։ Թեմի առաջնորդի գլխավորությամբ մի շարք հանդիպումներ են կայացել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բացի Արցախի ժողովրդի ու հայ պատանդների իրավիճակի ներկայացումից նրանց հետ քննարկվել են նաև միասնական
տնտեսական նպատակների շուրջ համագործակցության հնարավորությունները։ Բեգլարյանը հատուկ երախտագիտություն է հայտնել Հովակիմ Սրբազանին Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ ցուցաբերվող շարունակական հոգացության եւ տվյալ այցի կազմակերպման համար։ Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել։ Այս մասին Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմիի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Մովսես Խորենացի մեդալակիր մշակույթի գործիչների ինկերակցության նախագահ Հայաստանի նոր անուններ ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Ստամբուլի համալսարանի ուսանողները եւ այլ երիտասարդներ բողոքում են քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ։ Թռիր ցածկիր, ով չի թռչում, Թայիպե։ Ավելի ուշ անվտանգության ուժերը սկսել են ցրել բողոքի ակցիան, օգտագործելով արցունքաբեր գազ եւ պլաստիկ փամփուշտներ։ Դա սակայն չի խանգարել ուսանողներին, որոնց հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինը եւ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունը Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում։ Նրանք կոչ են արել շուտապույտ ստորագրել պայմանագիրը առաջ մղելու Հարավային Կովկասում կայուն խաղաղ գործընթացը։ Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման, հարգելով երկու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ասվում է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ մինչև այս պայմանագրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, կշարունակի իր աշխատանքը։ Նրա դերը նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կրճատել է միջադեպերի թիվը առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում։ Ըստ հայտարարության հեղինակների սույն պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը եւ միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու անարգել վերադարձի իրավունքը, պահպանելով նրանց իրավունքները։ Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղության հարցի քննարկման մասին է փոխշահավետ համագործակցության հեռանկարներով բաց տարածաշրջանի պայմաններում, որը կխթանի փոխանակումներն ու տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճումը, ասվում է հայտարարության մեջ։ ՀՀ արտադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել ընդդեմ դատախազության, փոխանցում է Փաստ-Ինֆոն։ Խնդիրն այն է, որ ըստ հայցի գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանցման գործերով վարչության պետ Ամիր Խանյանը ինքն է քննել իր անգործության դեմ ներկայացված բողոքը։ Այժմ Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ դատախազության, պահանջելով Ամիր Խանյանի կողմից բողոքը քննելը ճանաչել ոչ իրավաչափ եւ որպես հետևանք պարտավորեցնել բողոքը քննելու իրավասություն ունեցող վերադաս դատախազին քննել Ամիր Խանյանի անգործության դեմ բողոքը։ Հայցը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանին։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը եւ գլխավոր դատախազությունից պահանջել Ամիր Խանյանի 24/10/2024 թվականի գրության կազմման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջությամբ 2025 թվականի մայիսին նշանակված է նախնական դատական նիստը։ ԵՄ-ի 10 երկրներ համատեղ հայտարարություն են ստորագրել Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ փնտրելու պատրաստակամության մասին, որը փակվելու սպառնալիքի տակ է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորման կրճատման պատճառով։ Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Էստոնիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Սլովենիան եւ Շվեդիան։ Ձերբակալվում են նաև Էքրեմ Իմամօղլուի թիմակիցները։ Ստամբուլի գլխավոր դատախազությունն Իմամօղլուի եւ ավելի քան 100 անձանց դեմ կոռուպցիայի կաշառակերության եւ քրդական կազմակերպությունների հետ համագործակցության մեղադրանքները առաջադրել։ Ձերբակալվել է նաև Ստամբուլի Շիշլիի շրջանի պրեֆեկտ Ռեսուլ Էմրահ Շահինը, եւս մեկ պաշտոնյայի Բեյլիկ Դյուզուի քաղաքապետ Մուրադ Չալակի ձերբակալման օրդեր է տրվել։ Ձերբակալություններից հետո Թուրքիայում սոցիալ
սոցիալական ցանցերի եւ մեսենջերների հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջացել։ Թուրքիայում ընդդիմությունը երկրի ողջ տարածքում հանրահավաքներ է նախաձեռնում՝ ի աջակցություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուի։ Ազատություն ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան պահանջելով վերականգնել ֆինանսավորումը։ Բողոքում ասվում է, որ կոնգրեսի կողմից դրա համար հատկացված միջոցները չտրամադրելը խախտում է ԱՄՆ սահմանադրությունը, որը կոնգրեսին տալիս է բացառիկ լիազորություններ դաշնային ծախսերի վերաբերյալ։ Գործը քննվելու է Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարանում։ Եվրամիությունը ցավում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման եւ Իսրայելի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների զոհվելու համար։ Այդ մասին Armen Press-ը տեղեկանում է Interfax գործակալությունից։ Եվրամիությունն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ կրկնում Համասին ուղղված իր կոչը անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։ Կոչ է անում նաեւ Իսրայելին զսպվածություն դրսեւորել եւ վերսկսել մարդասիրական օգնության անխոչնդոտ ներմուծումն ու էլեկտրամատակարարումը Գազա, ասվում է Եվրամիության հայտարարության մեջ։ Եվրամիության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի միջերկրածովյան հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Դուբրավկա Շույցայի եւ ճգնաժամային կառավարման հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Աջիլիա Բիբիի համատեղ հայտարարությունը հրապարակվել է մարտի 18-ի երեկոյան։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բոլոր կողմերին կոչ են արել ճշտությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները։ Եվրամիությունն կարծում է, որ բանակցությունների վերսկսումն ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն է, նշում են Բրյուսելում։ ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է ճանաչել USAID-ի փակումը։ Դատավորը հրամայեց գործակալությանը վերաբացել, համարելով դրա փակումը անօրինական։ Պուտինի եւ Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը ճաշարանում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են։ Թեև նախուտեստներ բրյուսելյան կաղամ, բրիտանական fish and chips եւ փարիզյան ակաղաղ, հիմնականում ուտեստը կիևյան կոտլետն է։ Բարի ախորժակ։ Դմիտրի Մեդվեդև։ Ուկրաինան կաջակցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Հիշեցնենք, որ երեկ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտարարեց, որ Պուտինը կողմ է արտահայտվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին եւ նման հրաման է տվել զինվորականներին։ Մարտի 19-ի գիշերը Ռուսաստանը մի քանի տասնյակ հարվածային անօդաչու սարքերով գրոհել է Ուկրաինան, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեր երկնքում մոտ 40 շահեդ կա, հոպն աշխատում է, ցավոք հարվածներ են հասցվում քաղաքացիական ենթակառուցվածքներին, գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։ Նրա խոսքով հարձակման են ենթարկվել առնվազն 9 մարզեր՝ Կիևի, Ժիտոմիրի, Սումիի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի եւ Չերկասի։ Սումիում անօդաչուներից մեկը հարվածել է հիվանդանոցին։ Հենց Ռուսաստանի նման գիշերային հարձակումներն են ոչնչացնում մեր էներգետիկ ոլորտը, մեր ենթակառուցվածքները եւ ուկրաինացիների բնականոն կյանքը։ Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի մերժեց կրակի ամբողջական դադարեցման առաջարկը։ Ճիշտ կլիներ, եթե աշխարհը հրաժարվեր Պուտինի կողմից պատերազմը երկարացնելու ցանկացած փորձից։ Պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ օգնություն Ուկրաինային, նշել է Զելենսկին։ Ուկրաինայի վրա ռուսական անօդաչուների հերթական գրոհ տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց։ Բանակցություններից հետո Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահը հրահանգել է ռուս զինվորականներին դադարեցնել հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա։ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը հայտարարել է ռուսաց լեզվի աջակցության Եվրասիական ասոցիացիայի ստեղծման մասին։ Եվրասիա նախագծի շրջանակում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոններ կբացվեն ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրներում, ասաց Ռուսաստանի Դաշնության կրթության նախարար Սերգեյ Կրավցովը Ռոսիա Սեկոնդնյա մամուլի կենտրոնում։ Օրակարգում է նաեւ դպրոցներին հատուկ հրատարակություններ մատակարարելը, ռուսաց լեզվի սիրահարների համայնքների ստեղծումը, ռուսաց լեզվի մասնագետների վերապատրաստման դպրոցի բացումը եւ ԱՊՀ երկրների դպրոցականների միջև փոխանակման դասական բարեկամություն ծրագիրը, ինչպես նաեւ այլ նախագծեր։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ հերթական հայցադիմումն է ներկայացվել դատարան։ Մասնավորապես Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազ Արտակ Հովհաննիսյանը, որը գլխավոր դատախազի 2025 թվականի հունվարի 31-ի հրամանով ազատվել է պաշտոնից, դիմել է Երևանի քաղաքացիական դատարան պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի իր նկատմամբ կարգապահական տուժ նշանակելու որոշումը, պաշտոնից ազատելու հրամանը, ինչպես նաեւ բռնագանձել Հարկադիր պարապուրտի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը եւ վերականգնել նախկին աշխատանքում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր Մ. Ստեփանյանի մարտի 3-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։ Եվրամիությունը ցավում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման եւ Իսրայելի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների զոհվելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքս գործակալությունից։ ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ կրկնում Համասին ուղղված իր կոչը անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։ Կոչ է անում նաեւ Իսրայելին զսպվածություն դրսեւորել եւ վերսկսել մարդազիրական օգնության անխոչընդոտներ մուծումն ու էլեկտրամատակարարումը Գազա, ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։ ԵՄ-ի արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի միջերկրածովյան հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Դուբրավկա Շույցիայի եւ ճգնաժամային կառավարման հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Աջիլ Յաբիբի համատեղ հայտարարությունը հրապարակվել է մարտի 18-ի երեկոյան։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բոլոր կողմերին կոչ են արել ճշտությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները։ ԵՄ-ն կարծում է, որ բանակցությունների վերսկսումը ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն է, նշում են Բրյուսելում։ ԱԳՆ-ն արձագանքել է հրադադարի խախտման մասին Բաքվի հայտարարությունների եւ խաղաղության գործընթացի մասին։ Մինչև այս պահը Ադրբեջանը ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Տիեզերագնացներ Բուչ Ուիլմորին եւ Սունի Ուիլյամսին, որոնք Boeing Starliner-ով թռած առաջին անձնակազմն էին, հաջողվել է 9 ամիս հետո վայրեջ կատարել երկիր։ Տիեզերքում խնդիրներ էին առաջացել կապված Starliner-ի շարժիչային համակարգի հետ եւ լրջորեն կասկածի տակ էին հայտնվել տիեզերանավի անվտանգ վերադարձի շանսերը։ Մահացել է դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Դերասանը 60 տարեկան էր, նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Սրբազան պայքարի երիտասարդների կողմից նախաձեռնած «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը», չնայած անձրևին ակցիան կայացավ ու բազմաթիվ քաղաքացիներ անվստահություն հայտնեցին այս իշխանություններին։ Ակցիան լինելու է շարունակական ու այսօր էլ մարտի 19-ին ժամը 18:00-ին կհանդիպենք Աբովյան փողոց Հյուսիսային պողոտա Խաչմերուկում։ Սիրելի քաղաքացիներ, սիրով սպասում ենք ձեզ։ Հայտնեք ձեր անվստահությունն այս իշխանություններին։ Մենք այլընտրանք չունենք, երրորդ ճանապարհ չկա։ Կամ մենք ունենում ենք հայրենիք ու պատիվ, կամ այս իշխանությունը շարունակում է իր գոյությունը։ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցում շարունակել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի մանրամասն ու անկեղծ փոխանակումը հայտնել են Կրեմլից։ Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չորեքշաբթի օրը կիրականացնեն գերիների փոխանակում 175-175-ի դիմաց ձևաչափով։ Զրուցակիցները կողմ են արտահայտվել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, աշխարհում կայունության համար ընդհանուր պատասխանատվության լույսի ներքո։ Անդրադարձ է եղել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում Մերձավոր Արևելքում եւ Կարմիր ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական խմբեր կստեղծեն։ Հակամարտության սրումը կանխելու հիմնական պայմանը պետք է լինի արտաքին ռազմական օգնության եւ Կիևին հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարեցումը, ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։ Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետին։ Էքրեմ Իմամօղլուն համարվում է հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։
Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան Պուտինի եւ Թրամփի այսօրվա բանակցությունների արդյունքում։ The New York Times պարբերականը Թրամփի եւ Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը համեմատում է Յալթայի համաժողովի հետ։ Ռուսաստանը կստանա գրեթե ամբողջ տարածքը, որը վերահսկում է Ուկրաինայում, նշում է հրատարակությունը։ Ընդ որում Ուկրաինայում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կստանա Օդեսան բանակցությունների արդյունքում։ Զելենսկու օգնականները մտահոգված են, որ Թրամփը կարող է բավարարել Պուտինի այլ ցանկությունները Ուկրաինայի որոշ մասերի վերաբերյալ, հնարավոր է ներառյալ Օդեսայի կարևոր նավահանգիստը։ Նկարագրում է NYT Fantastic սցենարը։ Կան նաև այլ նշաններ, որ Թրամփը պատրաստվում է զիջումների գնալ Պուտինին, հավելում է թերթը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցումը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման նախապայման է անվանել, հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին։ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ առաջնորդների հեռախոսազրույցը պետք է կայանա այսօր։ Ընդ որում բանակցությունների առանցքային նպատակը 30-օրյա զինադադարն է, նշում է պարբերականը։ Կոնկրետ իմ պահանջս քննչական կոմիտեից նայա, որ ինձ անհիմն տեղի առանց փաստով, առանց ինչ-որ մի մեղադրանք, որ իմ վրա ներկայացված է, չկա, բռնել են տարել ինձ Հավային դե հարցաքննել, առաջին օրը, էլի ոչ մի բան, ոչ մի տեղ չեմ դիմել, որ անհիմն է, երկրորդ օրը, որ տարել են բռնել, ծեծել, հայհոյել, ծեծել է էլի հեչ, եթե հայհոյած չլեն, այսքան բանը չերնի։ Հիմա իրանք պետք է օրենքի մարդիկ են, իրանք օրենքի, մենք իրանցով ենք արխային հելնում ես, պետությունը մքայլում, իրանքը մեր պաշտպանը, քաղաքի մեջ։ Հիմա բռնում ընա մեր մարդուն տանում բեսպրի ձելավարի բռնում տպում։ Աղմուկից հետո փորձել են ձեզ հետ կապվել, գուցե հանգուցալուծել խնդիրը, որպեսզի չհասնի աղմուկը ավելի մեծ չափերի։ Չէ, տենց էլ դրանից հետո, որ մեր բարեկամները եկան ասան, ինչի եք Տիգրանին բռնել, ասել են Տիգրանը ձեր փակալված է։ Հետո այո։ Այո, ոնց օրենքը պահանջում է, ոնց որ մարդիկ օրենքով շարժում են, իրանց պատասխանը պետք է տան։ Ամեն մարդուն վերցնում են տանում, հիմա ես ոնց այդ քաղաքում սրանից հետո ապրիմ, եթե իրանց որ համապատասխան օրենքով չպատժեն, այդ դրանից հետո ես որ դե ապրեմ պետք է վախենալով ապրեմ, ելում է պետք դե ապրելը, կարող է այս դեպքից հետո մի ամսից հետո գանել է ասին, արի գնանք 2 րոպե զրույց անենք, էլի տանեն տենց տփեն էլի գանգստե ասինք, մեզ տարել են տփել, չկարանանք ապացուցենք, հիմա ամեն ապացույցել են ակավականները, ոնց են եկե վերցրել, ինձ անհիմնը տեղի տարել։ Իսկ ձեր մամնի վրա կան ծեծի փոշտանման հետ։ Դե բժշկական, որ գնացել եմ հիվանդանոց են դե ասեն են, որ գլխի այս ականջիս հատվածում սանջարդե կա։ Արձանագրվել է։ Այո։ 3 հարուցվեց փոշտանման մասով քրեական գործ։ Հա, քնիչը կանչեց, հարցաքննեց, ինչ ձեզի պատմում է։ Այո, ասելա գործ ուղարկել են Երևան։ Իսկ գործը հարուցելուց հետո նորից բժշկական փորձարկումություն եւ այլն։ Հա, գնացել են կներեք դատական բժշկի, քնիչը տարել է, այո։ Ինչ ա եղել այնտեղ։ Դե բժիշկը նայեց, գրեց, արձանագրեց, всё գնացինք քնչական։ Արձանագրեց, որ կան մամնի վրա վնասվածքներ եւ այլն։ Ինձ բան չի ասել քնիչը։ Պաստաբանի հետ է խոսել։ Հա։ Ուրիշ հարցեր կան։ Այո, Տիգրան, դուք նաև դեպքից հետո նաև այն կայքը, որը տարածել էր հաղորդագրություն ձեր միջադեպի մասին, նշել էր նաև, որ կարծեք փորձում են նաև ազդել, գտնել աղբյուրները, ովքեր որ բացահայտել են, տեղեկություն ունեք դուք, թե ով է հետաքրքրվել, գուցե ոստիկաններն են հետաքրքրվել, ուզել են հաշվի արդար տեսնել, ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Ես մենակ կարամ մի բան մտածիմ, ես էլ անտեղի տեղը չեմ կարա մարդու մեղադերին, որ իրանք տենց իրանց բեսպերի ձելավարի պահում են, իս նման տենց լիքը մարդկանց տարասկներն այդ տենց տանջացել է ասած, են աստե մի հատ կնիկ կա իմ հետ եկալա, ինքն էլ կուզի, իրա տողոնել են տարել այդ տենց երեկա իմ հետ կապնվել, հա, նույն բաժնում, ես էլ այդ կնիկն այրեք իմ հետ կապնվել ասելա ուզում եմ ես էլ գամ իմ բողոքից,
Դե չգիտեմ, թող էս կնիկը մոտիկանա իրանց։ Այդ ձեր բարեկամները, որոնց տնից գողություն են արել, ձեր ինչն են, ասել են ինչն են տարել տնից եւ այլն, կարակ ասել։ Դե ես որ ճիշտ ասեմ չեմ ոսկե են տարել, տենց են իրանք ասում, բայց դե որ ամա ես չեմ ուզում դրանից խոսամ էլի, որ մի բանի հետ կապ չունեմ։ Ինչքան ժամանակ է Վանաձորում։ Մի տարի մի ամիս է Վանաձորում ապրում, հələ կյանքում ոստիկանություն ոչ ընկածում, ոչ մի անգամ շունս մի աղջիկ պատահական վերցրեց տարեց իմանալով որ տեր չունի։ Գնացել եմ դիմել ասել եմ կարակ կամերաներով իրար հետ օգնին գնանք շունս ճարենք, էտա։ Այսքան վաղտան դե ես ոչ ոստիկանությունում ընկած, ոչ ինձ նորմալ որպես քաղաքավարի, որպես քաղաքացի դե ապրել եմ նորմալ ձևի։ Լավ, միջադեպը այդ օրը ոնց է եղել։ Ձեզ զանգահարել են ձեր ազգականները, ասել են, որ իրենց տանը գողություն եղել։ Այդքանի մասին տեղյակ եք։ Դուք ում հետ եք գնացել այնտեղ եւ ոստիկանները հենց իրենց տնից են ձեզ տարել բաժին։ Չէ, ես որ ինձ զանգել են ասել են գողություն ա եղել, ես այդ վաղ մեր բարեկամի այդ աղջկա այդ մեր բարեկամի աղջկա papayi հետ էի մեկել իր երեխու Արցախ պուրակում։ Դե Վանաձորում մենակ մի հատ այգի կա կոչվում է Արցախ պուրակ։ Այնտեղ եք զանգահարեցին, դուք գնացիք Հետո այդ դեպքից հետո որ ոստիկանները եկան, ասեցին դուք գնացեք, որ ասեցին բարեկամա դուք գնացեք, ես եկա տուն, գիշերը զանգեց Կրիստինա, մեր բարեկամը, թե բա ամուսինս նորից գնացել է գործի պապանել տուննա, կլինի հետս գազ քնչական կոմիտե, որ մենակ չլինի։ Ասել եմ հա խի չեմ գա, շուր ես հակել եմ իր հետ գնացել ու դեից առաջի անգամից 14-ին գիշերը ասում են որ մտել ենք որ Կրիստինայից պետք է քննեին, ասում են կարաս մի րոպեով գազ, գնացել ենք երկու, ես գնացել եմ զուտ դե որ այդ աղջիկը իրանց հա ինքը իրան քննին հարցաքննին պրծին իր հետ որ մենակ հա էդ էլ այդ աղջիկն է ինձ զանգարել ասել դեից առաջի անգամ 14-ին ինձ տարալ հարցաքննալ էլ այդ տենց գրուպի ձևերով բան յոգորտ անգամ եմ ու յուս օրը 3-30 տոլիկ 40 15-ից 30 տենց եկան թե կոմոտիկանաս ու տենց տարալ այդ տենց վեխը թե հանի էսա մշակում են քեզ էսա պրիզնա տարի բանը դու ես կազմակերպել ես ասում եմ եթե ես եմ կազմակերպալ ապացուցի ես կյանքում տես բան չեմ անելի որ անողել ելնեի հենակ ասեի տոնը մարդ չկա հետո գնացեք գողություն արեք ես այդքան կազմակերպողի նմանում ասում եմ ես բոլոր սրբությունները ուսում երթուն պետն ասում որ դու պրիզնատ գաս ես քեզ տեից չոր կահանեմ ես կահանեմ ես ասամ ես ոչ մի ոչ պրիզնատ գալի բան ունեմ ոչ էլ ես եթե ինչ որ մի բան կա իմ կոնկրետ իմ անձի նկատմամբ ես ոչ մեկին ոչ կարա մեղադրիմ ոչ է կասկածիմ դե գլուխս ամեն տեղից ուռած էր ես առաջի անգամ ու տես ցես կերալ որ ասիմ հա Ինչի համար ասում է խոսա պրիզնատ տարել են ծեծել որ պրիզնատ գան որ ես եմ արել գործը փակեն գնա ինչի համար ես ինչ իմանամ իրանք ինձ ինչի համար էին ծեծում այդ հարցը իրանց պետք է տակ Տիգրան, գիտեին որ դուք նաև պատերազմի մասնակից հա ինձ դե առաջի անգամ որ խփել են ասում լավա չեք ամաչում մենակ տողում բերալը կստան ինը տեղը տփումը կասում լավ էլ գիտեին իրանք Ձեր բարեկամները հետո չգնացին ասեն ինչ է կարել մենք հա եկալա մեր բարեկամը Կրիստինան եկալա թե ինչ իմ քո Տիգրանին բերաստ է իրանք ասել են Տիգրանին կալանավորել ենք դե ես էլ ուզում եմ հա ձեր փակալել ենք ինչ իմ քողոքից ձեր փակալա Ինչքան ժամանակ գնացիք ձեր 11-ի դե որով շահաշվես 14-ն ու 15-ը համարյա մի օր դե եմ եղել դե 14-ին գիշերն էլ են տարալ դե առաջի օրը հետո 15-ին
Իսկ այժմ եղանակի մասին մարտի 20-ին, 22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 23-ին առանձին շրջաններում, 20-ին, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-ին եւ 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Քամին հարավ-արևմտյան մասում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, մարտի 20-ին, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում 15-ից 19 մետր վարկյան, 18-ին 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին, 23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-ից 12, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում 11-ից 13 աստիճանով։